Ողջույն, գործարարալիքի եթերում Mix Marketing podcast-ն է, ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր հյուրընկալել եմ Երևանի Պետական համալսարանի HR մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Մաքսուդյանին, ողջույն Տիկին Մաքսուդյան։ Իդեպ Տիկին Մաքսուդյանը ինձ դասախոսել է սոցիոլոգիայի ֆակուլտետում, շատ ուրախ եմ ձեզ տեսնել իմ տաղավարում։ Շնորհակալ եմ Գայանե ջան հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ։ Այսօր խոսելու ենք կրթությունից եւ կրթություն գործատու այդ երկխոսությունից, խնդիրներից եւ կխնդրեմ նախ նշեք թե այս պահին կրթությունն ու աշխատաշուկան առհասարակ երկխոսում են իրար հետ թե ոչ։ Անկեղծորեն ամենաբարդ հարցերից մեկն է կրթություն եւ գործատու երկխոսությունը, որովհետեւ կրթական համակարգը բուհերը ավելի շատ տալիս են տեսական գիտելիքներ, բավականին խորը տեսական գիտելիքներ, գործատուն այսօր այնքան էլ հետաքրքրված չի տեսական գիտելիքով։ Իրեն պետք են այնպիսի շրջանավարտներ, ովքեր կարող են անել, այլ ոչ թե գիտեն, եւ այդ իմանալ ու կարողանալ անելու տարբերությունը առաջացնում է խնդիրներ, ուսանողը ավարտում է բուհը, գնում է աշխատաշուկա եւ չի կարողանում պահանջված լինել, չի կարողանում գտնել աշխատանք, չի կարողանում հաջողել աշխատավայրում, որովհետեւ ինքը շատ բան գիտի, բայց չի կարողանում այդ ամենն անել։ Այսինքն գիտելիք ու հմտություն տարբերությունը շատ դեպքերում չի տեսնվում։ Կրթական համակարգը այնքան ճկուն չէ այսօր, որ այդ տարբերության վրա մեծ շեշտադրում դնի։ Լավ, իսկ ինչ է այսօր նշանակում լավ կրթություն ասվածը։ Դուք արդեն ձեր խոսքի մեջ նշեցիք, որ տրվում է, գիտելիք, մեծամասամբ տեսական, ինչն է բավարար, որպեսզի ուսանողը ավարտելուց հետո կարողանա մուտք գործել աշխատաշուկա։ Այսօր աշխատաշուկա HR-ները ընդունում են մի քանի կոմպետենցիաներով, իհարկե գիտելիքը կարևոր է, ես չեմ ասում, որ առանց գիտելիք պիտի գնանք, բայց գիտելիքի վրա եւս ավելանում են, ինչպես ասացի, հմտությունները, նաեւ HR-ները շատ կարևորում են անձի տիպը, ինչպիսի մարդ ես եւ արդյոք դու համապատասխանում ես տվյալ կազմակերպության կազմակերպական մշակույթին, սրա վրա պիտի ուշադրություն դարձվի եւ մոտիվացիան։ Ինչի է ուզում աշխատողը թեկնածուն աշխատի հենց այս կազմակերպությունում։ Այսինքն այս հիմնաքարերի վրա պիտի ուշադրություն դարձվի։ Ինչ վերաբերում է հարցի առաջին հատվածին, ինչ է լավ կրթությունը, բավականին էլի բարդ հարց է, բայց այսօր կրթության հետ կապված պատասխանները փոխվել են, հատկապես սերունդների հետ կապված։ Z սերունդին այլևս չի բավարարում այն տեսական գիտելիքը, որը տրվում է, նրանք մեծ ուշադրություն են դարձնում նաև ոչ ֆորմալ կրթությանը, այսինքն քիչ են կարևորում դիպլոմ ունենալը, ավելի շատ կարևորում են իսկ ինչ կտա սա ինձ, ինչ կկարողանամ ես սա անել, եւ բնական է, որ բուհական համակարգը, կրթական համակարգը եւս պիտի ճկուն լինի եւ կարողանա այնպես անել, որ Z սերնդին բերի դեպի բուհ եւ չփոխարինեն ուղակի վերապատրաստումներով բարձրագույն կրթությունը։ Երբեմն ինձ դիմում են, ասում են, իսկ ինչի մենք պիտի գանք HR մագիստրոսական ծրագիր, բավականին մեծ գումար վճարենք եւ մի տարի սովորենք, եթե մենք կարող ենք մի ամսում, երկու ամսում կուրսով վերապատրաստումով փակել դա։ Իհարկե դրանք նույնը չեն։ Չի կարող մագիստրոսական ծրագիրը, որտեղ մի տարի ուսանողները սովորում են, փոխարինվել 1 ամսյա կամ 3 ամսյա կամ կես տարվա անգամ դասընթացով։ Բայց այդ տարբերությունը, որը կա տեսական ու գործնական, ինքը անպայման պիտի շեշտադրվի։ Լավ, իսկ արդյոք փափուկ հմտությունները, այդ soft skill-երը երբեմն ավելի կարևոր են, քան ակադեմիական գիտելիքը, գոնե գործատուի մակարդակում կարևորվում։ Իհարկե Գայանե ջան կախված ոլորտից։ Եթե մենք գնանք բժշկություն, մենք չենք կարող ասել, որ soft skill-երը ավելի կարևոր են, քան hard skill-երը։ Բայց շատ ոլորտներ կան, որտեղ այո, soft skill-երը պակաս կարևոր չեն, երբեմն ավելի կարևոր են։ Բուհական համակարգում այնպես չի, որ բացարձակ ուշադրություն չեն դարձնում։ Գնալով ավելի կարևորում են, տեսնում են soft skill-երի կարևորությունը, բայց դեռևս ամենամեծ շեշտը դրվում է հենց այդ hard skill-երի կամ գիտելիքի, մասնագիտական գիտելիքի վրա։
Իսկ բուհերը որքանով են գիտակցում այսօր գործատուի պահանջները պրակտիկ գիտելիքի տեսանկյունից, հա, եւ արդյոք կան ծրագրային արդիականացումներ։ Գնալով ավելի են կարևորում եւ այո, ամեն տարի արվում են ծրագրային վերափոխումներ, օրինակ ես կարող եմ համասարանի մասին խոսել, հենց մեր ծրագիրը ամեն տարի մշտադիտարկման է ենթարկվում, մենք հիմա հենց այդ մշտադիտարկման բարդ զեկույցն ենք պատրաստում, որտեղ գնահատվում է ծրագիրը մի քանի փուլով, գնահատում են ուսանողները ֆոկուս խմբերի միջոցով, ուսանողները կարծիք են արտահայտում, ինչն է իրենց պակասում, ինչը հաջողել է, ինչում հաջողել է, եւ ամենակարևորը որքանով վերջնարդյունքները, որոնք դրված են ծրագրի մեջ ուսանողը կարողացել է դրանք հասնել, դրանք տեսնել, մյուս կողմից գնահատում են գործատուները, ուր որ ուսանողները գնում են պրակտիկայի, որքանով են ուսանողը, որը եկել է պրակտիկայի, ունի այն գիտելիքը, որը պիտի օգտագործի պրակտիկայի հատվածում, եւ այս երկխոսությունը կարծում եմ ավելի է արդիականացնում ծրագրերը։ Շատ լավ, այսօր ի տարբերություն մի տասնյակ տարիներ առաջվան ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու եւ եթե նախկինում միգուցե շատ դեպքերում ուսանողները ճակերտավոր ասած նեղվում էին, հա, ընթացքում աշխատելուց, այսօր նույնիսկ յուրաքանչյուրը կարևորում է դա։ Արդյոք ընթացքում աշխատելը չի խոչընդոտում ուսումնական process-ին, գիտելիքի ստացմանը եւ միանգամից հարցս մեկ այլ հարցով էլ, հա, շարունակեմ, արդյոք այդ գումար աշխատելու ճանապարհին չի արժեզրկվում գիտելիք ստանալու շարունակականությունը։ Առաջին հարցի մասով միանշանակ խոչընդոտում է եւ խանգարում է, որովհետեւ ուսանողները գալիս են, սովորում են մեր ծրագրի օրինակով ասեմ, մի կիսամյակ ստանում են գիտելիք որոշակի, համարում են, որ իրենք արդեն լավ մասնագետներ են եւ պատկերացրեք հեշտությամբ գտնում են աշխատանք եւ մոռանում են ուսման մասին, բացակայությունների պատճառով, առաջադրանքների չկատարելու պատճառով միանշանակ այդ գիտելիքի ստացման գործընթացը տուժում է։ Դա մշտապես մենք քննարկում ենք եւ ուսանողներին եւս ասում ենք, որ երեխեք ջան, դեռևս կանգ առեք, սպասեք, ավարտենք, հետո աշխատեք, իհարկե չես կարող պարտադրել։ Իսկ երկրորդ մասով հարցի չի ասի, որ դա այդ վազքը փողի հետևից արժե զրկում է գիտելիքը, ավելի շատ ուսանողները աշխատում են, որ կարողանան վարձը փակել, այսինքն ել ավելի կարևորելով գիտելիքը, հա, ունենք դեպքեր, երբ որ ուսանողը աշխատում է ոչ թե որովհետև ուզում է, այլ որովհետև ուզում է սովորել եւ աշխատում է, որ վարձը կարողանա։ Եվ չեմ նկատել այդ տենդենսը, որ աշխատանքի գնալ աշխատելով գումարի համար արժեզրկում են գիտելիքը։ Այսօր տեխնոլոգիական զարգացումը, արհեստական բանականությունը եւ նրա բոլոր այդ գործիքակազմը մուտք են գործել գրեթե բոլոր ոլորտներ եւ կարծում եմ կրթությունը եւս անմասն չի մնացել։ Որտեղ է այստեղ օգուտները եւ որտեղ են մարտահրավերները այս ամենի հետ կապված։ Շատ լավ հարց տվեցիք, սկսեմ տեխնոլոգիաներից, իրականում էլի կարող եմ համասարանի օրինակով բերել, բավականին տեխնիկապես հագեցվել է համասարանը եւ այն սև գրատախտակ կավիճ վիճակներից մենք անցել ենք smart board-երի, որոնց միջոցով կարողանում ենք օգտվել ինտերնետից, պրեզենտացիաներ ստեղծել, անել, հա, այսինքն այդ տեխնիկական պահը ապահովված է, շատ հեշտացնում է դասապրոցեսը։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, շատ հեշտացրել է դասապրոցեսը, ես որպես սիրահար արհեստական բանականության ինքս հաճախ օգտվում եմ եւ ինձ էլ է օգնում եւ ուսանողներին էլ է օգնում։ Մի վտանգ կա, մի ռիսկ կա այստեղ, ուսանողը շատ է օգտվում արհեստական բանականության գործիքներով քննություններին պատրաստվելու, հա, ընթացքում, այսինքն երբ որ դու տալիս ես վերլուծական report, essay պատրաստել, երբ որ դու առաջադրանք ես տալիս գնալ կազմակերպություն եւ վերլուծել այդ կազմակերպությունում գործընթացները հետ վերադարձնել,
լինում են դեպքեր, երբ որ ուսանողը այդ ամեն ինչը անում է արհեստական բանականության շնորհիվ կամ պրեզենտացիաները պատրաստում են, հիմա ամենամեծ խնդիրը մեր հասկանալ, որ մասով է ինքը արել եւ շատ կարեւոր է ունենալ ապացույցներ, որովհետեւ դու ուսանողին կարող ես ասել, սա դու չես գրել, ասում է ես եմ գրել։ Այս տարի առաջի անգամ համալսարանը գործարկեց անտիպլագիատ ծրագիրը, ինչը մեծ կարեւորություն ունի, որովհետեւ ուսանողը հասկացավ, որ չպիտի ուրիշի աշխատանքը ներկայացնի, շատ կուզենամ, որ հաջորդ քայլը լինի նաև AI դետեկտորները, այսինքն ուսանողի աշխատանքը ստուգվի ոչ միայն պլագիատի տեսանկյունից, այլ նաև որքանով է օգտվել արհեստական բանականությունից։ Ես չեմ ասում առհասարակ չօգտվի, միանշանակ օգտվի, բայց 90%-ով ChatGPT-ին չգրի։ Այո, ես էլ եմ կարծում, որ այստեղ կարող է վտանգ առաջանա այն տեսանկյունից, որ ես հիշում եմ մենք մեր կուրսայիններ, դիպլոմայիններ, ինչքան էինք չարչարվում, տանջվում, որովհետև յուրաքանչյուրս անում էինք ինդիվիդուալ աշխատանք ու եթե համեմատում եմ մյուս այլ ֆակուլտետներում ինչպես էր դա, սոցիոլոգիայի ֆակուլտետում, մենք իրոք հսկայական աշխատանք էինք կատարում, սկսած նրանից, որ մենք անում էինք հետազոտություններ, իսկ այլ ֆակուլտետներում եթե այն ժամանակ AI չկար, բայց համենայնպես շատ հեշտ գրում էին ուսանողների փոխարեն, կային նման ծառայություններ, իսկ մենք չունեինք այդ հնարավորությունը, որովհետև ոչ մի այլ ֆակուլտետի ուսանող կամ մասնագետ չէր կարող անել այն աշխատանքը, որը որ օրինակ մենք մեր ֆակուլտետում անում էինք, բայց ես շատ գոհ եմ այդ ընթացքից, որովհետև դա մեծ պրակտիկ գիտելիք է։ Եվ կարծում եմ այսօր մինչև հիմա էլ մեր ֆակուլտետը, սոցիոլոգիայի ֆակուլտետը առանձնահատուկ տեղ է տալիս հետազոտական աշխատանքի եւ ոչ միայն դիպլոմայինի ու կուրսայինի համար, այլ նաեւ ընթացիկ աշխատանքների համար, այնուամենայնիվ կա վտանգ, ինչպես ասեցիք, անգամ այդ հետազոտական աշխատանքը ChatGPT-ին կամ մեկ այլ արհեստական բանականություն գեղեցիկ ձևակերպի եւ բերի։ Դա քրքիր է շատ եւ կարծում եմ դասախոսների համար է բավականին բարդ։ Այո, այս պարագայում։ Իսկ տեխնոլոգիան աշխատաշուկայի պահանջները ինչպես է փոխում։ Անկեղծ ասած լավ չհասկացա հարցը։ Արհեստական բանականության էս մուտքը եւ աշխատաշուկա կա որոշակի այստեղ պահանջների փոփոխություն կամ աշխատաշուկան արդյոք պահանջում է այս թուլերի, գործիքների, գործիքակազմի կիրառության օրինակ գիտելիքներ։ Շատ մեծ փոփոխություն է անում, ես կարող եմ HR-ի մասով ասել, որ արհեստական բանականությունը մուտք է գործել եւ բավականին փոխել է HR ոլորտը, բոլոր փուլերում, բոլոր գործառույթների մեջ, սկսած հավաքագրումից, կատարողականի գնահատումից եւ այլն, եւ մենք բնականաբար ծրագիրը փոխում ենք, համապատասխանեցնում ենք ծրագիրը պահանջներին, ունենք առարկաներ, որոնք նույն tech recruitment առարկան, որը ի սկզբանե դրված չէր, բայց այսօր պահանջ է դա, որովհետև ուսանողը եթե չտիրապետի այդ tool-երին, ինքը աշխատաշուկայում պահանջված չի լինի, եւ անկեղծորեն հիմա հենց մտածում ենք մի առարկա ավելացնել արհեստական բանականության հետ կապված, հենց արհեստական բանականությունը ինչպես է փոխում շատ փոխում է եւ այդ հմտությունը պիտի իմանա ուսանողը, եթե գնում է։ Չնայած այստեղ ավելացնեմ Գայանե ջան, որ HR-ը Հայաստանում ինքը մի քիչ յուրահատուկ է, եթե չասեմ տարօրինակ բառ, այն տեսանկյունից, որ ունենք շատ ու շատ կազմակերպություններ, որտեղ դեռևս HR-ը կադրային գործի գործառույթն է միայն իրականացնում եւ այնտեղ արհեստական բանականությունը դժվար կկարողանա մտնել, բայց ունենք շատ ու շատ կազմակերպություններ, որտեղ այսօր օգտագործում են այդ տեխնոլոգիաները։ Մեր ուսանողները հետազոտություններ են անում իրենց թեզերի շրջանակում, հենց արհեստական բանականության եւ ավտոմատացման ծրագրերի կիրառումը HR-ում բավականին տարածված է Հայաստանում այդ տեխնոլոգիաների սկսած chat-bot-երից, վերջացրած հարցազրույցների եւ այլ փուլերում արհեստական։ Մենք ունենք հայկական շատ լավ պրոդուկտների դեպ, ունենք Spark-ի, Volo-ի Spark-ը, ունենք HR Drone-ը, որոնք հպարտությամբ կարող եմ ասել, որ հայկական են, հայկական կազմակերպություններ են եւ իրենց այդ AI tool-երը շատ հաջողակ են
շատ հաջող են։ Կարծում եմ հրաշալի է, որ հայկական ընկեր ես վերջերս նկատեցի նաև կա եւս մի գործիք, որը սղագրում է ձայնագրությունները հենց հայերեն լեզվով, որովհետեւ կան նմանատիպ շատ գործիքներ, որոնք այլ լեզուներով են սղագրություններ անում, բայց հայերեն լեզուն ցավոք կարծեմ միայն Google-ն է որոշ չափով այսպես ճիշտ կարողանում սղագրել։ Կարծում եմ եւ սոցիոլոգներին եւ լրագրողներին շատ օգտակար կլինի, եթե չեմ սխալվում, այդ ծրագիրը ինչ որ թեստավորման փուլում էր, ես էլ էի ստացել առաջարկ, դեռևս ճիշտն ասած չի հաջողվել իրականացնել, բայց հուսով եմ, որ ամեն դեպքում որոշ թեստավորումներից հետո կարդարացնի, կարծում եմ շատ պահանջված կլինի։ Լավ, իսկ ինչպես կարող է կրթական համակարգը ներգրավել գործատուին կրթական ծրագրերի մշակման մեջ։ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ գործատուին չի բավարարում այս կամ այն կրթությունը եւ այլն, բայց այդ երկխոսության մեջ ինչպես կարող են պահանջները, հա, գործատուն ինչպես կարող է ներգրաված լինել process-ի մեջ։ Շատ լավ հարց է, եւ հենց այսօր մեր մշտադիտարկման զեկույցի մեջ մենք դրա առաջարկը արել ենք, ասեմ, որ մի կողմից ունենք կարիերայի կենտրոններ, որոնց աշխատանքը բավականին ակտիվացել է, եւ կարիերայի կենտրոնը անընդհատ հանդիպումներ է անում գործատուների հետ եւ այդ պահանջները լսում է գործատուների կողմից։ Սա մի ուղղություն, որով սկսել են բավականին ինտենսիվ աշխատել։ Մյուսը, ինչպես ասացի, առաջարկ են կարել հենց միջին մակարդակում, այսինքն ծրագրի մակարդակում այդ ամեն ինչը անել։ Ծրագրի ղեկավարը կամ ամբիոնի վարիչը, վարչական անձնակազմից ինչ որ մեկը կարող են հանդիպել գործատուների հետ, որոնք որ հենց այդ ոլորտի աշխատողներ են փնտրում կամ HR-ների հետ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ եւ քննարկեն ինչն է պակասում նոր ավարտած ուսանողին, որ ինքը կարողանա հաջողել կամ ստանալ այս աշխատանքը։ Այդ երկխոսությունը պիտի ավելի ինտենսիվ արվի նաեւ այդ հենց ֆակուլտետային մակարդակում կարծում եմ։ Իսկ ինչ է կարծում մասնավոր սեկտորը իր դերը կրթության մեջ։ Մասնավոր սեկտորը պետքա մտնի բուհ, թե պետքա սպասի բուհից դուրս եկողին։ Պետքա մտնի բուհ իմ գործիքով։ Պետքա մտնի, որովհետև ինքը պահանջները շատ լավ տեսնում է, պետքա մտնի եւ ոչ թե թելադրի, այլ ձեր բառը օգտագործեմ երկխոսության տարբերակով ցույց տա ինչ է իրեն անհրաժեշտ։ Շատ լավ։ Եթե դուք հնարավորություն ունենայիք այսօր որոշում կայացնել կրթության ոլորտում ավելի համակարգային տեսանկյունից, ինչ կփոխեիք առաջինը։ Ինչ կփոխեի։ Ես վստահ եմ, ահագին բաներ փոխել եք դուք ձեր մասնագիտացման եւ մասնագիտության շրջանակներում, եթե ավելի համակարգային էսպես պատկերացնենք այդ փոփոխությունները։ Շնորհակալ եմ։ Իրականում մի քանի կարևոր կետ կա, որոնք շատ ճիշտ նշեցիք, մենք փորձում ենք մեր ծրագրի շրջանակներում իրականացնել եւ առաջինը դա դրսի մասնագետների հնարավորությունն է գալ համալսարան, դա կարող է լինել visiting lecture-ների տարբերակով, դա կարող է լինել որպես դասախոս, այսինքն մարդ, որը միգուցե չունի ակադեմիական կամ մանկավարժական փորձ, բայց ունի մեծ փորձ եւ գիտելիք կուտակած, ինչպես է այդ ամենը անում, հա, այսինքն այս մարդկանց մուտքը մի քիչ ավելի շատացնեի համալսարաններում, բուհերում, ես չեմ ասում, որ դա չկա, ես ասում եմ ավելի կշատացնեի եւ երկրորդը ավելի մեծ շեշտադրում կդնեի պրակտիկայի վրա, ուսանողի պրակտիկայի հատվածը ավելի ուժեղ կդարձնեի։ Լավ, իսկ ինչ խորհուրդ կտաք երիտասարդին, երիտասարդ ուսանողին, ով ուզում է համապատասխանել գործատուի պահանջներին։ Շատ լուրջ մտածել, մինչև որ ընտրեն այն ոլորտը, ուր որ գնում են, առաջինը, հասկանան, որքանով դա պահանջված է եւ որքանով դա իրենց համապատասխանում է, սա մեկ, եւ երկրորդը ինչը շատ կարևոր է լինել պրպտող, չսպասել, որ ինչ կասի դասախոսը, ինչ կասի համալսարանը, այլ փնտրել, գտնել, մասնակցել տարբեր ֆորումների, տարբեր հանդիպումների, շատ են հիմա, թե համացանցով, թե օֆլայն կազմակերպում նման բաներ, գնալ, մասնակցել, ստանալ, որովհետև
ժամանակը շատ է փոխվել եւ միայն նստելով լսարանում, լսելով դասախոսի անգամ ամենալավ եւ հաջողած դասախոսների դու չես կարող առաջ գնալ, դրա համար ավելի շատ նախաձեռնող լինել, ավելի շատ պրպտող լինել եւ հաստատ անկեղծ ասած Z սերունդն ունի այդ առանձնահատկությունները, ես արդեն 24 տարի դասավանդում եմ համալսարանում եւ տեսնում եմ սերունդների տարբերությունը, այսօրվա ուսանողները ունեն այդ ցանկությունը եւ շատ դեպքերում իրենք նախաձեռնում են, առաջարկում են, դա տանում է իրենց հաջողությանը։ Իսկ ուսումնական պրակտիկաները ինչ դերակատարում ունեն առհասարակ եւ արդյոք ըստ արդյունավետ են դրանք։ Շատ կարեւոր են, եթե պրակտիկան ճիշտ է կազմակերպված, հա, եթե իրոք ուսանողը գնում է եւ սովորում է անել այն, ինչ սովորել է, ինչի մասին գիտելիք է ստացել լսարանում։ Շատ եմ կարևորում դա, որովհետեւ մի բան է անընդհատ լսել, որ սա այսպես է արվում, սա այսպես պիտի մուտքագրե, սրանից հետո հարցազրույցը այսպես պիտի արվի։ Իհարկե մենք մեր ծրագրում մշտապես սիմուլյացիաներ անում ենք, բայց գնալ կազմակերպություն եւ տեսնել այդ ամենը ինչպես է արվում, տեսնել այն դժվարությունները ինչպես է արվում, դա շատ կարևոր է։ Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մենք պարզեցինք, որ կրթական հաստատություններն ու գործատուն չպետք է իրար հեռվից նայեն, այլ պետք է աշխատեն կողք կողքի եւ կարծում եմ դա է ապագայում հաջողության հիմնական գրավականը։ Ես էլ եմ շատ շնորհակալ Գայանե ջան հրավերի համար, շատ կարևոր հարցերի շուրջ խոսեցինք, շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Շատ շնորհակալ եմ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսություն։